Ամիրանով եք ասցիկ եկել դեպի Մաշտոց Ամիրան խաչմերուկ, ճիշտ է։ Այո։ Որ եկել եք ասցիկ օրինական պահանջ աղան չէ։ Ծազում։ Որ մասում այն, ձեր հասնուտ մեքինայի մեջ եկել որը նշել է։ Իմ կողմից Չեմ ասում շեցողից, ոստիկանության կողմից, ոստիկանության կողմից, երբ որ լինում նոմանատիվ ակցիաներ։ Չէ, չեմ հարցում, կներեք էլ որ կոնկրետ հստակ այդ օրվա մասին ոստիկանության կողմից, թե պատվորի կողմից է, բարեկային ծառայության կողմից է, թե մեր կողմից է, հստակ չեմ կարող նշել ում կողմից, բայց բարձրախոսով ես լսել եմ մեքենաներից, ոստիկանության մեքենաների մեջից, որ կոնկրետ մարդիկա, որոնք հստակ բարձրախոսով նշում են։ Արտիս նպատակը որն է, ուզում եմ այդ բառը ֆիքսել։ Դուք եկել ասել եք Ամիրան խաչմերուկ, եթե չեմ սխալվում, չեք կարողացել հասնել խաչմերուկ, շուտ իջել եք քայլելով եկել եք դեպի խաչմերուկ, ճիշտ։ Ոչ մենք քայլել, մեքենաներով եք ձեր մասին եմ։ Հա, քայլել, քայլով եք եկել։ Այ երբ որ դուք հասել եք ինչ որ X կետի, խաչմերուկ չհասած, բաներում եք խաչմերուկ։ Այդ ժամանակ արդեն հնչել եք պահանջել, թե հետո է հնչել։ Եվ այդ ժամանակը հնչել, եւ դրանից հետո։ Եվ դրանից հետո։ Լավ, այս հարցը բոլորի տալիս են ձեզ էլ պետք է տանել։ Տեսեք, կան շատ տեսաձայնագրություն։ Լսվում են շատ բաներ, գոռոցներ, խոսք, սիրենաներ։ Պարոն Ալբազյան, ոչ միտեղ չի լսվում օրինական պահանջ բարձրախոսից։ Ու տեսախցիկները հիմնականում ժողովրդի մոտ են, այսինքն ենթադրաբար այն մարդկանց, ում համար այդ պահանջը հնչեցվում է։ Այդ դուք օրինակ պնդում եք, ասում եք, պիտի որ ժողովուրդը լսած լինի դա։ Բայց տեսախցիկները ոչ մի տեսախցիկ, միջանից 3-4 զայնագրություն կա։ Ոչ միտեղ օրինական պահանջ, ոչ մի կերպ չի լսվում տեսաձայնագրություն։ Սա ոնց եք դուք բացատրում։ ես չեմ բացառում։ Միջանից ես ինքս այնտեղի չեմ լսել նման բան։ Նայ, չի բացառում, որ բնական է, պարտադիր չի տեսախցիկները ֆիքսի։ Շատ ժամանակ տեսախցիկները այլ բաներով ոնց որ զբաղված լինեն, եւ չեն ֆիքսում ոստիկանության կողմից հնչեցված օրինական պահանջները։ Զայնի մասին է, տեսախցիկը չպիտի միայն պահես դրա վրա, որ զայնը ֆիքս է։ Ձեր հարցը չեմ կարող հստակ պատասխանել, որովհետեւ ես կոնկրետ նմանատիպ ինչ արդեն 21 տարի ոստիկանություն ծառայում եմ, նմանատիպ միջոցառումներ, որ լինում է, հստակ կարող եմ ասել, որ միշտ օրինական պահանջը բարձրախոսով եւ անհատական ես նոր շեշտեցի, եւ անհատական մարդկանց, ովքեր որ կոնկրետ ուղղորդում են միջոցառումը, կոնկրետ մարդկանց ասում, որպեսզի ժողովրդին հանգստացրեք, ասեք, իսկ կոնկրետ ձեր հարցին պատասխանում որ ես վստահ կարող եմ ասել, որ ոստիկանության կողմից բազմաթիվ անգամ կարող եմ նշել, դաժե որ շեշտում են օրինական պահանջը ներկայացնում։ Այսինքն դուք բացատրություն չունեք, թե ինչի ոչ մի տեսախցիկ չեմ կարող, իհարկե չեմ կարող ասել, չեմ կարող պատասխանել։ Նաև ասեցիք, որ բացի բարձրախոսից անձնապես էլ մարդկանց Այո, իհարկե, լինում։ Ես անձամբ չեմ, ես անձամբ չեմ, բայց իսկ ինչ գիտեք, որ ասել եք, վստահ եմ ուղղակի, որտեղ այսինքն չգիտեք, ենթադրում եք, որ ասել եք։ նո Հաշվառելով ձեր նախկին փորձը գնացածը վստահ կարող եմ ասել, որ ասել եմ ասել։ Բայց կոնկրետ ում ասել, ում կողմից ասել չեմ կարող ասել։ Այո։ Լավ։ Տեսեք, դուք դատախազի հարցին ասացիք, որ մենք երբ որ շրջվեցինք, երթին հակառակ մոտեցանք դեպի ձեզ, ասացիք, մենք փորձեցինք հասկանալ ինչի են իրանք եկել, ու չհասկացանք։ Ինչ զոհ եք փորձում հասկանալ, ինչ զոհ ադրսևորվել, հարցրել եք, մտածել եք ձեր մեջ, ոնց է եղել։ Կոնկրետ, եթե ես իմ կողմից ասեմ, կոնկրետ ես ինքս, երբ որ ձեզ նկատեցի, որ ընկերներով կամ ձեր թիմակիցներով կամ աջակիցներով թեթևի գալիս եք առաջ, չեմ կարող հստակացել ով, բայց վստահ եմ, որ ինչ-որ մեկը մոտեցավ, ինչ եք ուզում, եք գալիս տենց մեր կողմը, թևանցած միասին, չեմ կարող հստակ հիմա հիշել ու ասել, ինչ պատասխան է եղել, բայց վստահ կարող եմ ասել, որ թևանցում դեպի մեզ եք եկել։ Չի երկում, բայց ինքս ասում եկել ենք, դա վերջ երևում ավարում, այստեղ խնդիր չկա, բայց դուք ասացիք, որ այդ հարցները դուք ենթադրում եք, որ ինչ-որ մեկը հարցրել է, գիտեք։ Չէ, ենթադրում եմ, որ այո։ Տեսեք, ենթադրությունը մի բան է, ինչ-որ մի բան եղել է, թե չի եղել, դա ուրիշ բան է, այստեղ բան է։
Այսինքն դուք անձամբ չեք հարցրել, չեք տեսել ինչ-որ մեկին, որը հարց է տվել, դուք ուղղակի ենթադրել եք, որ պիտի որ հարցրացնեն։ Միանշան։ Տեսեք, ես ձեր ենթադրությունը կիսում եմ, ես էլ եմ ենթադրում, որ ինչ-որ մեկը պետք է հարցներ, բայց ոչ մեկ չի հարցրել։ Ասեմ ավելի, մենք ինքներս ասել ենք, թե ինչ եք ասել դրա։ Հեսա հարցերով կորցեմ, էլի հա, որ ձիավով չգնեն, հետո կարող են խոսել։ Տեսեք, ինչև այդ մենք գալը, կհիշեք, Բերմանը ենթարկվել մի հատ տղա, ոնց հասկացա իր հարազատ, նա քույր նավա շատ բարձր լացում էր։ Հիշում եք նման բանը, մի հատ աղջիկ շատ բարձր լացում էր։ Չեմ կարող հիշել։ Չեք հիշում։ Այո, եթե կա տեսա ձայնագրով կամ ինչ-որ բան, նայենք հնարավոր է։ Չկա, այդ ամեն չկա։ Հիմա տեսեք, նաև ձեր հարցին փորձեմ պատասխանել, ամեն հարց տա։ Հիմա եթե դու երթի մեջ ես, նաև ունես որոշակի լիազորություն չես, իմ մասով ունոսում, որոշակի իր ճանաչելիություն եք ամեն ինչի մեջ ու լսում ես, որ երթի մեջ վերջում շատ բարձր աղջկա լացանում են, հատկապես, որ կային տեղեկություններ, ոստիկանության հետ կապված որոշակի բաների անցման, բռնի ուժի կիրառման, նորմալ է, որ ուզենաս գնաս ու հասկանաս ինչ է եղել ովալացում։ Բայց նայած ոնց գնաս։ Թեկուզ վրդոված։ Կարած դու վրդովես, որ քո երթի մասնակիցներից մեկը շատ բարձր լացում է, գնաս հասկանաս ինչ է եղել։ Սա ինքնին ինչ-որ իրավախախտում է, թե չէ։ Եթե դուք հիմա ուզում եք ինձանից լսեք իմ բնութագիրը ձեր քայլի հետ կապված, որ դուք բնութագրում եք, որ դուք լսել եք ձայներ, այդ ձայնի ուղղությամբ ընկերներով շղթայված եկել եք, որպեսզի պարզեք, հա, ինչ է կատարվում, հա, դրա համար է պատճառը։ Շղթայված ընկերներով ես չեմ կարող հարցի հստակեցնել։ Չէ, ես ասում, չէ, տեսեք, դուք ասում եք ընկերներով եկել եք հարցը վերաբերել, որ դուք ավելի կոնկրետ նաև ասում եք, որ այ երբ որ շղթայված հետ եկան, դա արդեն նորմալ չէ։ Արգելի պարոն այլս։ Ես երթի ժամանակ չգիտեմ, շղթայված կգամ, ձեռքերը բռնած կգամ, իրար չգիտեմ, թռվռալով կգամ, ոնց կգամ։ Դա որևէ ձևով կարծում եմ օրինախախտում չի ինքնին գալու ձևը։ Ինքնին արդեն օրինախախտում է, որտեղ ճանապարհը փակված է եւ ոստիկանության կողմից բազմաթիվ անգամ միգուցե ձեր չի ասվել, բայց ասել նա իրավախախտում է։ Այդ հարցը մյուս կողմ, բայց դες ինչ ձևով է երթի մեջ հետո առաջ գալիս։ Դա իրավախախտում է, թե չէ։ Այո, իրավախախտում է, որովհետև դուք արդեն իսկ ճանապարհը փակել եք, արդեն իսկ դուք արդեն մի բան չեք ասել շղթայվածի մասին է, խոսքը ոնց է շղթայված, դուք ամբողջ եթե դուք կամ հստակ չասեն, հնարավոր է, որ ամբողջ ճանապարհը լայնով փակած դառնա։ Կան մեկ վարքեր, անգամ պատասխանեց վերջացրեց, առարկելու էր արդեն ժամանակ անցա։ Ուղղակի զուտ դատարանության մասնակիցների ուշադրությունը մերավորումի հանգամանքի վրա, որ եթե վկան չի վերջացրել պատասխանը, հաջորդի հարցը մյուղ եք։ Ավարտի ամբողջական ցանկացած հարց վերաբերել է կարող է եւ մեղադրանքին եւ ոչ բանում շարժել։ Հիմա հարցը շատ ամբողջել է սերչին հանվել։ Շղթայված ինչ-որ իրավախախտում է, թե չէ։ Եթե հասարակական կարգի մեջ է, որտեղ ճանապարհը փակած է եւ շղթայված գալիս են, այո, խախտում է։ Իսկ եթե շղթայված չլինի, դա խախտում չի։ Դա էլ է խախտում։ Դա տեսակներ է, խախտման տեսակներ։ Շղթայվածը փոխում։ Կոնկրետ ձեր քայլի եւ արարքի մեջ, կոնկրետ եթե հստակեցնում եք, այո, շղթայված չլինեի, շղթայված լինեի, գայթ դեպի մեզ եւ ինչ-որ ձեր պահանջը եւ դա արդեն իսկ ինքը խախտում է, ինքս ինքն դառնում։ Որտեղ արդեն իսկ, արգելի պարոն Քոչարյանը, արդեն մի քանի անգամ բազմաթիվ ես վստահ եմ ասում, որ ոստիկանության կողմից ասել է, որպեսզի ճանապարհը երբևէ դուրս գա, որպեսզի չխախտել այլոց իրավունքները, բայց այդ մեր հորդորի քաղաքացիներին եղել որ չեն լսել, Բերմանը ենթարկվել, հստակ չեմ կարող նշել, ինչ քանակի կա։ Երթը որտեղ է, մայթերով է երթը։ Ոչ, ճանապարհը փակած է։ Դա խախտումներ են։ Այո։ Բայց չեք բացում։ Փորձել ենք մի քանի անգամ։ Այդ երթը գիտեք հետո ինչքան աշխատանք է։ Ոչ մի ոստիկան ոչ մի գնացել է, ոչ մի գնացել է։ Չեմ կարծում։ Մի գնացել են, մոտեցել են, եթե չեմ սխալվում, միանշանակ չեմ կարծում, ուղղակի հենց ինձ իհարկե կարող գնա
Ես դեսավորպես վաստ ասում եմ, որ երբ է գնացել է, այդ ամեն ինչը լայվով նկարահանում էր, ոստիկանության ծառայող չի եղել։ Չեմ կարծում։ Յուրաքանչյուր թեկուզ 10 հոգի քաղաքացի հերնի քաղաքով քայլում ակցիա անելու իրենց հետ պարտադիր լինում է ոստիկանության ծառայող եւ իրենցից անվտանգությունը ապահովելու եւ այլ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար։ Միշտ ցանկացած իրավիճակում ցանկացած տեղ միանշանակ ոստիկանությունը ծառայություն իրականացնող պատշաճ ձև։ Հարգելի պարոն Քոչարյան։ Այդ օրվա ձեր պատշաճ ծառայությունից ես հայտնել եմ դիմանդառություն։ Հիմա ասենք առաջ։ Ես ուզում եմ հասկանալ ինձ տանելու ընթացքում որ բարից է մտնում այդ գործողություններ սկսել Գերմանիայում։ Երբ որ շփայված եք, այդ ժամանակ մենք փորձել ենք ձեր տևել լավ անունը, փորձել ենք քաշել, անջատել ենք եւ մեր ընկերներ աշխատանքային ընկերների հետ 3-4 հոգով եթե չեմ սխալվում, հետևից բխտելով փորձել ենք մեծ անցնել։ Իսկ ոտքերով դուք պահում եք։ Իսկ հենց այդ բանը, երբ որ մենք մոտեցել ենք ձեզ, ինչ որ մեկը քրիչեք մոտեցել ամենից ասել այ աստիկ մարդիկ կա եթե չեմ սխալվում մոտեցել եմ եթե կա տեսանյութ խնդրում որտեղ չեմ կարող ասել հիմա նշել ձեր հարցին պատասխանել քանի որ այժմ ժամանակ անց է եթե կա տեսանյութ խնդրում նայեք եւ հարցին հստակ պատասխան չէ տեսանյութում հստակելու համար ոչ մի խոսք չկա մենք գալիս ենք ու միգուցե չի նշանակում բայց ես վստահ եմ մի տարբերակ կողմնի նայեք էլի միգուցե կարող եք վերհիշել հիշումի դա ինքները չեք գործել, չեք ասել, որևէ ես այնպես որ չեք ասել, ոչ ինչ չեք ասել իրավիճակը դեպի թույլ չի տվել կամ հարմար չէ ասած բայց հիմնականում ես խոսում եմ որովհետեւ աշխատել չունեմ եթե կա քաղաքացի որ խախտում արի միանշանակ ես մոտենում դիտողություն անում եմ առաջինը դիտողություն երկրորդը հորդոր երրորդը պահանջ հետո նոր վերմանում տեսեք բայց նայած իրավիճակում է իհարկե նաև ասցիք որ արդեն ստիպված ինչ-որ հնարքներ եք կիրառում բանականում որ կարողանաք ընդվզող քաղաքացիներին շարունակող քաղաքացիներին այո իսկ օրինակ երբ որ ոստիկանության գործողությունների արդյունքում քաղաքացին ընկնում է գետնին, ոստիկանը գետնին ընկած հարվածում է որովայնին, դա ինչ-որ գործողություն է ոստիկանական, դա ինչ է։ Ես չեմ կարծում, որ ոստիկանության ծառայողը կարող ընկած քաղաքացուն ոտքով հարվածի։ Ես վստահ կարող առանձնայել ասեմ, որ չի կարող նմանատիպ բան լինի, որ ընկած քաղաքացուն ոտքով հարվածի։ Իսկ ինչ վերաբերվում է ձեր հարցին, պարոն Քոչարյան, ես կարող եմ հստակեցնել, որ կան քաղաքացիներ, որոնց որ մեկ հոգով կարող վերման ենթարկենք, կան քաղաքացիներ, որոնց որ մենք կարող ենք վերման ենթարկել 6 հոգով մի քաղաքացու, որովհետև դա կախված է մարդու ֆիզիկական տվյալներից, մարդու ենթարկվել կամ չենթարկվելուց, կախված է ըստ իրավիճակի, մենք հասկանում ենք ոնց նշված քաղաքացուն վերման ենթարկենք իսկ անվտանգությունից ելնելով, որպեսզի այ օրինակ կարող է վերել, եթե քաղաքացի լինի, որ ֆիզիկապես մի քիչ ուժեղ լինի, մենք բնականաբար 4 հոգով ենք իրան վերման ենթարկում, որպեսզի իր անկանոն շարժումների հետևանքով ինքը իրեն չվնասի։ Մենք ապահով տեղափոխենք 6 հոգով, տեղադրեց հոգով կնի 10 հոգով, որ խնդրեմ ինձ այդ ջուր կտակ։ Շնորհակալ եմ։ Մենք խնդիր չունենք ձեր 6-10-20 հոգով վերման։ Ոստը դրա մասին չի, բայց կոնկրետ քաղաքացին, որ ասցիքներ հայացակորում է, կոնկրետ ոստիկան ողնուկած վիճակում հարվածում է, դա չի է խաչատերան, ու այս ամեն ինչը կա տեսանյութերում, հասկանում միգուցե դա ինչ-որ ոստիկանական հնարք է օրինական թույլատրելի, որը մենք չգիտենք։ Ոստիկանության ծառայողը իրավունք չունի քաղաքացուն հարվածել։ Շնորհակալություն։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ վրաչի խաչատերանը հաստատ չի հարվածի ընկած կամ ընդհանրապես քաղաքացուն չի հարվածի։ Հիմա ես իմ աչքերին հավատամ, թե ձեր խոսքը բանալը։ Դուք իմ դեր եք, եթե դա տեսել եք, ձայնակերտած, հետո ձեզ կարան ցույց տալ։ Ես ասեմ, աչքերս սխալ եմ տեսնում։ Դե խոսք եմ ասում։